Լոռու մարզի Դեպետ եւ Դսեղ համայնքներում դաբաղի դեպքեր են արձանագրվել։ Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացնում է իրավիճակը։ Ընթացքում բուժման միջոցառումներ են արվել, այդ միջոցառումները ընթացքի մեջ են, որը լավացել է, որն դժվարատանն այդ հիվանդությունը այդպես մոմենտներ այլ։ Դեպետի համայնքապետը ասել է, որ իրենց գյուղում 900-ից ավելի անասնագլխաքանակի 60-ից 70%-ը վարակվել է դաբաղով։ Դսեղում իրավիճակն ավելի բարվոք է։ 1400-1500 գլուխ ապրանք ունենք, երևի մի քանի 5-6 տուն էլ այդպես որ ունենք։ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր հայտնել է, որ որևէ ահազանգ չեն ստացել դաբաղի վերաբերյալ։ Բացի այդ, կենդանիների հիվանդություններն ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիայում դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի արձանագրվել։ Հակառակ սրա Դսեղի համայնքապետը վստահեցնում է, ոչ միայն ահազանգել են, այլև արդեն կա արձագանք։ Այս պահին էլ նախարարության փոխնախարարի գլխավորությամբ հանձնախումբը սարերում են։ Տարվա այս շրջանում կենդանիները գտնվում են սարերում, այնտեղ էլ հովիվներն են արձանագրել հիվանդության նշանները։ Ուտելու անկում նկատվում, քայլելու անկում նկատվում, կտրակների ավանքներ վնասվում։ Որքան էլ համապատասխան կառույցներից արձագանք կա, գյուղացիներն անհանգստացած են պատկերացնելով դաբաղի վնասները։ Մթերատվության անկում արտադրանքը տվյալ մասնատերը չի ստանում, իսկ եթե նկատում եք նրա արտադրանքը ինչ ձևով նա ջերմային մշակման դեպքում անվտանգ է։ Դաբաղը, որը երկսմբակավոր կենդանիների սուր ընթացող եւ բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է, վերջնականապես կախտորոշվի լաբորատոր փորձաքննությամբ։ Հիշեցնենք, որ մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ նրանց խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն եւ աղեստամոքսային ուղիների խանգարումներ։